Մանր ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր նամակ եմ ստացել Գրիգոր Տեր Ղազարյանից, GTP Development ընկերությունից եւ այսօր կպատասխանեմ բոլոր նամակի մեջ եղած հարցերին, հարցապնդումներին։ Գրիգոր Տեր Ղազարյան ջան, ոնց որ դու այդպես ջանով գրել եւ քո Facebook-յան էջում ինձ թագ էր արել, որ տղեկը քեզ են հարցնում, քո մարտահրավերը, քո ձեռնոցը նետած վերցնում եմ եւ նաեւ տղեկին, տղեկ ջան, եկեք բոլորս միասին քննարկում ենք եւ նույն ջանասիրությամբ կանդրադառնանք բոլոր այս հարցերին։ Հատիկ, հատիկ։ Եկեք գնացինք։ Այդ ընթացքում ավականու անդամը թռավ GTB Holdings-ի դեմքին։ Մեր GTB Holdings-ի Եկեք հասկանանք, թե Գրիգոր Տեր Ղազարյանը ինչ նախապահանջ է դրել իմ առջև։ Հարգելի Մեսրոպ, ձեր կողմից հրապարակված փաստացի տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգոր Տեր Ղազարյանը $2 միլիոն հաշվարկ չի արել։ Հիմա լսենք, տեսնենք, թե ես ինչ եմ ասել։ Այսինքն ընկերություն, որը որ 20 միլիարդ դրամ, այսինքն $40 միլիոն կարողանում է ներդրում կատարել, $2 միլիոն հաշվարկ չի արել ինքը։ Չէ, նորմալ է էդի։ Այսինքն իմ ասածը հստակ հարցադրում է, ու հարցադրումը նորից պնդում եմ եւս մեկ անգամ, այդ կառավարության որոշման որ տրամադրվում է ձեզ եւ հաջորդի խնդիրները, դուք չեք պլանավորել, ուրիշ եմ ասում եք $2 միլիոն, որ նա նորից դրացիք $2 միլիոն ձեզ զիջում է Երևանի քաղաքապետարանը։ Երկրորդ հարցը որ կա, ԿՊ-ն գրեթե արել Գրիգոր Տեր Ղազարյանին։ Գրիգոր ջան, արի գնանք գրեֆ անելը բացատրեմ ինչ, հա։ ԿՊ-ի կողմից գրեֆ է իր անգերոջը։ Ուրիշ հետ ել ո՞նց մեկնաբանեմ ես։ $2 միլիոն ավել փող գրեֆ եք անում դուք։ Ու եկեք գնանք իրար հետ հասկանանք այդ գրեֆը որն է։ Դեռևս 2025 թվականի հունվարի 15-ին Երևան համայնքի կողմից հայտարարվել է բաց մրցույթ, որը հաղթել է GTB-ն։ Հիմա եկեք ցույց տամ Գրիգոր ջան, քո համար եմ հատուկ ուզում ցույց տամ, որովհետև կարծում եմ քո փաստաբանները կամ իրավաբանները, ովքեր քեզ խորհուրդ են տվել ինձ նամակ ուղղելու համար, դրատեսի կարգային։ Էլի եկեք նայենք, ինչ ա գրած կառավարության 23 հոկտեմբեր 2025 թվականի N1499A որոշումը ներդրումային ծրագրին հավանություն տալու GTB Development SP ընկերությանը ուշադիր առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն եւ ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու համաձայնություն տալու եւ լիազորություն վերապահելու մասին։ Հիմա ես նաեւ ցույց կտամ մեր տվյալ ավականու որոշման նախագծի տեղեկանք հիմնավորումը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն եւ ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու եւ լիազորություն վերապահելու մասին։ Որ Գրիգոր ջան, ոչ մի հատ ժողովուրդն է, ոչ մի հատ մրցույթի մասին խոսք այդ հիմնավորման մեջ գրած չի։ Հա, իմիջալից Սերգեյին եւ Նարեկին, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր ողջևորվել էին եւ նաեւ նայելով տեսանյութը, որտեղ հղում անելով մեր գործընկերներից Գրիգորին, բառացի ցիտել եմ իր խոսքերը, ասելով որ երկու տարբեր գույնի Lamborghini քշողը, ասում են չգիտեմ որ Lamborghini չի, Lamborghini է։ Մեր Գրիգորը շատ ուղիղ տեղին ասում է, մեկը որ իրան 2-3 հատ տարբեր գույների Lamborghini-ա կարում առնի, այդ մարդը չի կարողանում հասկանալ որ ինքը խնդիր ունի տեղ։ Տղեկ այդ խոսացողներին հրապարակայնորեն հրավիրում են բանավեճի ձեր իսկ մասնագիտության մեջ, ձեր իսկ Բայց զգուշ եղեք, բմբուլները քամուն եմ տալու այդ օրը։ Ընկերության գովազդով, չակերտների մեջ գովազդով մեր գործընկեր ավականներն են զբաղվում կամ հանրապետության կուսակցության ներկայացուցիչները իրանց էջերում որ նայում ես այդ GBT թե ոնց Մեսրոպ GTB ինչ որ մեկին մեղադրելուց առաջ գոնե անունը պետքա ճիշտ ասել որ սխալ մարդկանց վրա գործը չբացվի։ Առայն իմ կողմից սիրված եւ հարգված երկու մեր հումորիստերին, մեր Սերգեյին եւ Նարեկին, Սերգեյ եւ Նարեկ ջան, ես առավել քան վստահ եմ, որ դուք ունենալով բարձր պրոֆեսիոնալիզմ շատ լավ գիտակցում եք, որ ավականու նիստում, երբ որ ներկայացված է նախագիծ, որով GTB Development ընկերությանը տրվում է շուրջ $2 միլիոն գումար չվճարելու հնարավորություն, այդ որոշումը շատ լավ գիտակցում եք, որ իմ դիմաց դրված է։ Եվ առավել քան հետաքրքիր է, որ իմ խոսքի սարկազմը դուք ընդունել եք, որ Մեսրոպ Մանուկյան չգիտեր ընկերության անունը։
Գիտեք, հասկանալի է, որ ձեր ծրագրի հովանավորն է այդ ընկերությունը։ Ինչ տիպի մարդը ով արքոմից կլիպեր է կտրում իր մոտ դնում, ապա դի չնայի այն դեմի մասը առաջ տա, որ չիմանա որ Արա, GTB փաստորեն առաջ է Holdings-ը։ Հասկանալի է մոտեցումը, բայց իմ համար ցավ է, որ իմ կողմից շատ սիրված հումորիստները իմ խոսքի սարկազմը իրենք գիտակցելով հանդերձ ներկայացնում են, որ Մեսրոպը Մանուկյան ընկերության անունը չի իմացել։ Չեմ իմացել, տղեկ, կներեք, չեմ իմացել։ Քաղաքային իշխանությունը չի հասկացել, որ փոքր ժամանակ սովորություն գողանալու շատ եմ գնացել ես։ Դա պարոն պաշտպանում եմ ես։ Տեսեք, հիմա գտնվում եմ ես այն տարածքում, որտեղ որ պոտենցիալ պլանավորվում է կառուցել նոր էլիտար թաղամասեր։ Եվ բոլորը հասկանում են, որ սա Երևանի կենտրոնում ամենաֆանտաստիկ տեսարան ունեցող հատվածն է։ Իմ ձեռքի տակ է Կասկադ մշակութային հանգույց ճարտարապետական նախագծի իրականացման ներդրումային ծրագիրը համաձայն կառավարության որոշման։ Եվ ինչն է հետաքրքիր, այս որոշման 25 թվականի հոկտեմբերի 23-ի N1499A որոշմամբ նախատեսվում է, որ կառուցապատել ընդհանուր շուրջ 202,000 քառակուսի մետր տարածք։ 202 Ուշադիր լսեք թվերը, որոնցից 33,953-ը ամեկ գոտում կառուցելու է շենք շինություններ, որոնք սեփականության իրավունքով պատկանելու են Երևան համայնքին։ Այսինքն դա վերաբերվում է Կասկադի այս անավարտ հատվածին։ Ժողովուրդ պարզ ժողովրդական լեզվով ասեմ, ինչա տեղի ունեցել։ Այս մարդուն ասել են 20 միլիարդ դրամի ներդրում պետք է անես, էսի սարքես, էդի անում է $50 միլիոն պլյուս մինուս։ Դրա դիմաց ինչա ստացել այս մարդը։ Սերգեյ ու Նարեկ, հետ են գալիս ձեզ։ Տղեկ, իսկ դուք գիտեիք, որ ծրագրով նախատեսվում է կառուցել բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր 125,000 քառակուսի մետր հողատարածքի վրա։ Այս ամբողջ տարածքը ժողովուրդ այսօր որ նայում եք, պատմածենք միջև Մատենադարա Կա նախագիծ, որը ընտրվել է եւ այնտեղ մի քիչ էլ հող եք ստանալու կողքից, որտեղ կարող եք կառուցել բնակելի շենքեր։ Ես բոլոր անշարժ գույքի գործակալություններին հարցրեցի, ասեցին այստեղ հողի 1 քառակուսի մետրի արժեքը տատանվում է 1500-ից մինչև $4,000։ Դե մենք հաշվարկում ենք, որ $2,000 1 քառակուսի մետրը 125,000 քառակուսի մետրը բազմապատկում ենք $2,000-ով, ստացվում է $250 միլիոն։ Ժողովուրդ հասկանում եք այդ ինչ թիվ է։ Հիմի Նիկոլ Փաշինյանը, որ ամբողջ օրը գրում է մի հատ Range Rover հետ ենք բերել, 24 քառակուսի մետր հարևանի Բոստանի շապարը վեսեն կողմ ենք դրել, ես ակնկալում եմ, որ օրինակ ինքը պետք է մտնի գրի, որ ասի ժողովուրդ գիտեք $200 միլիոն ձեր սեփականությունը շատ ուղղ եմ ասում, որովհետև այս մեր ժողովրդի սեփականությունն է, այստեղ կարող լիներ անտառապատ գոտի ամբողջությամբ անտառ, $8 միլիարդ պարկ եք վերցրել, $8 միլիարդ, 50 միլիոն չեք կարողանում բերել ծախսել, որ Կասկադը սարքել, որ մի $50 միլիոն պիտի ինչ-որ մասնավորը ներդրում կատարի սարքի, որի դիմաց 125,000 քառակուսի մետր հողատարածքի վրա թույլ տակ բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր կառուցվի, $250 միլիոն ավել է, $250 միլիոն ավել։ Իմ հարցը շատ ուղիղ է, Նիկոլ Փաշինյան, էսի սենց ոնց է լինում։ Եկեք այս թվերը ցույց տամ, ես բոլորը հրապարակելու եմ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր 125,000 քառակուսի մետր հողատարածքի վրա։ Հիմիջայլոց ասեմ, այս որոշման մեջ որը որ կա, ես հրապարակեմ, որ 1 քառակուսի մետր վաճառվող ապագայում կառուցված վաճառվող տարածքները կլինեն, այս բացեմ դա էլ ցույց տամ ձեզ, $4,000 նախնատեսվող վաճառքը, բայց ավելի թանկ է կվաճառեն,
Հասարակական նշանակությունը 6-ից 12000 դոլար։ Եթե ստե օֆիսային մի հատ տարածք լինի, վաճառում են 6-ից 12000 դոլար։ Հաջորդ խնդիրը որ կա, ուզում եմ անդրադառնալ կառավարության որոշմամբ նաև այս տարածքում բնակվող բնակիչներին պետք է ճանաչեն հանրության գերակա շահ։ Հետևյալն է։ Ինչն է հետաքրքիր, սիրելի հայրենակիցներ, որ այս ծրագրի շրջանակում կառավարության որոշումը, երբ որ լինում է, որոշման հիմնավորման մեջ պիտի լինի նաև երաշխիքներ, որ 20000 քառակուսի մետր այստեղ կան տներ, որ այս տունը օրինակի համար մի քանի միլիոն դոլար կարժենա։ Քաղաքի կենտրոնում կասկադին կպած շատ նորմալ տունը։ Քարտեզով այդպես է երևում այնուամենայնիվ։ Պիտի նշվեր, որ այս ընկերության 1 քառակուսի մետրի արժեքը օրինակ 2000 կամ 4000 դոլար է, որը աստղաբաշխական մեծ գումար է կազմելու։ Երաշխիքները կառավարության որոշման մեջ իսպար բացակայում են, զրոյական չկա, հասկանում եք, կառավարության որոշումը, եթե ինչ-որ մի բան սխալ եմ հասկացել, ես պատրաստ եմ գան ներկայացնեն այլ փաստեր, նաև ասեմ, որ ժողովուրդ ջան, չէ, գիտեք, ինչ կա, այս մարդիկ պլանավորել են, որ օրինակ 30 միլիոն դոլար են այս գերակա շահի համար։ Նաև կառավարության որոշման մեջ մի փոքր շատ խուճուճա, չես կարողանում հասկանալ, այս գերակա շահը, որ ճանաչվում է, դրա փողը տվողնով է, GTB-ն է լինելու, թե պետությունն է իր գրպանից մեր հարկերի հաշվին առնելու այս ընկերությանը, որովհետև կասկադն է սարքում ինքը։ Ես դիմում եմ կասկադի այս հատվածում բնակվող մեր բնակիչներին, իրենք տեղյակ են, որ իրենց տարածքը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել եւ իրենց տները պիտի քանդվեն։ Շատ ուժ եմ հարցնում եւ դրա դիմաց արդեն համաձայնություն ձեռք բերվել է գումարի չափի վերաբերյալ։ Այն փաստ որ կարող մարդկանց տներից անեն վռնդեն կամ մարդկանց եղածը ձեռից զրկեն եւ ունեն զրկեն, դա խիստ դատապարտելի է։ Սիրելի ժողովուրդ, սպասում եմ ձեր արձագանքին, անձնական նամակներով գրեք, գալու եմ ձեր խնդիրների հետևից։ Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ, խնդրում եմ դուք մեկնաբանեք, գրեֆ ա եղել, թե գրեֆ չի եղել։ Տեսեք, մեր GTB ընկերությունը դիմում է քաղաքապետարանին, ասում է, խնդրում եմ հարգելի պարոն քաղաքապետ Տիգրան Ավինյանին նկատի ունի, էլի, նվազեցնել պայմանագրի առարկա հանդիսացող կառուցապատման իրավունքի վարձավճարները, որի արդյունքում քաղաքապետարանը 2 միլիոն դոլարի, շուրջ 2 միլիոն դոլարի ժողովուրդ ջան, վարձավճարը զիջում է։ Զիջում է, շատ ուղիղ զիջում է։ ՔՊ-ն ու Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը։ Շարունակությունը գա։ Ձեր համար նորմալ է տղեկ, որ 50 միլիոն դոլար ներդրում կատարելու պարագայում 125000 քառակուսի մետր հող պիտի կառուցապատման համար տրամադրվի, որպեսզի այստեղ վեր խոյանան էլիտար շենքերը, հասկանում եք։ Փաստը մնում է փաստ, որ 2 միլիոն դոլարից ավել գումար զիջվել է ձեր ընկերությանը։ Իսկ գրեֆ բառից եթե դուք նեղվել եք, խնդրում եմ բացատրեք ինչ եք հասկացել, ես եմ բացատրեմ գրեֆն ինչ է, չնայած շատ հանգամանալից ներկայացրեցի եւ ասեցի։ Իսկ ես հիմա ամենայն պատասխանատվությամբ եւս մեկ անգամ ասեմ։ Գրիգոր ջան, քո մարտահրավերը ես ընդունել եմ, քո ձեռնոցը նետած ես վերցրել եմ։ Գնանք, տեսնենք ուր ենք հասնում։ Հիմա ես յուրահատուկ ձևով ուշադիր եմ լինելու այս ամբողջ պրոյեկտին եւ կառավարության իմ գնահատմամբ շատ խոցելի որոշմանը։